Եվ այլևս ճանապարհը հաղթահարված է, մեր բարևներն ու ողջույնները ձեզ, սիրելի տուրիստներ, սիրելի հեռուստադիտող, սիրելի հետևորդներ, մենք կրկին ու նորից Վայոց ձորում ենք, մասնավորապես Վայք համայնքում կրթվելը եւ ընտրածդ մասնագիտության մեջ մասնագիտանալը շատ կարևոր է, ու երբ ստանում ես դրա բերք ու բարիքը, կոչման մասին եմ խոսում, ավելի է մեջդ հասունանում պատասխանատվության զգացումը։ Վերցնենք իմ բնագավառը, կամ Մովսեսի բնագավառը, կամ այլ բնագավառ։ Նույն պատասխանատվության զգացումը զինվորականների մոտ է։ Ես գիտեմ սեփական փորձից։ Քրիստափոր Ալավերդյան, նրա անունով ունենք մի շարք միջնակարգ դպրոցներ, նրա անունով ունենք մի շարք ռազմական հաստատություններ։ Քրիստափոր Ալավերդյանը խորհրդային բանակի հայ առաջին գեներալ լեյտենանտն էր։ Նրա օրոք եղել են փառահեղ հաղթանակներ։ Մենք գտնվում ենք Վայոց ձորի Աղոպեն բնակավայրում։ Ժամանակի ընթացքում Աղոպենը դարձել է Օղբին, ծնունդով Այստեղից է Քրիստափոր Ալավերդյանը։ Մեր նկարահանած նյութի ներքևի հատվածում շատ են լինում մեկնաբանությունները։ Եվ ահա աչք զարնեց մի աղջկա մեկնաբանություն, ով խնդրում էր, որ Օղբին չանտեսենք, մասնավորապես Օղբինի եկեղեցին կամ վանական համալիրը։ Անցանք արդեն արշավային հատվածին։ Հիմա գիտեք, հեքիաթներ չեմ պատմելու, ասեմ, գիտեք ինչ կա, հեշտ ճանապարհ է, մոտավորապես 5-10 րոպե, չէ, դժվար ճանապարհ է, որովհետև չկա ճանապարհ, գյուղացի որևէ մեկին պետք է գտնեք եւ նրա օգնությամբ, ասել խոսելով, դիպվածներ պատմելով, անեկդոտներ հիշելով, հաղթահարեք այս ճանապարհը։ Բայց կուզենայի լիներ հատուկ մշակված երթուղի արահետ, ինչը ձեզ սկզբնական հատվածից կհասցնի դեպի եկեղեցի։ Ասում եմ ինչ լավ է, երբ տանը նստած նայում ես face control-ը ու չես պատկերացնում, թե ոնց է տեղ հասնում ստեղծագործական կազմը։ Որտեղ այդ ամեն տենց մոնտաժված տարբերակով է։ Այո, այս սեզոնին ման ավանդ, այս 4 ճյուղերը բարձրահասակ խանգարելու են, բայց դե եթե կա նպատակ, իսկ այդ նպատակը բարու մասին է, ինչ-որ խաղաղ նոտաներով է շրջապատված, ուրեմն պետք է հաղթահարես։ Շարժվեցինք, վերջ, ասում է, բան չմնաց, մի քանի քայլ և դուք կտեսնեք ես հրաշքը կամ այս հրաշքի առեղծվածը։ Գիտեք, ամբողջ աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես ընդունված են եղել միջնադարում այսպիսի եկեղեցիները, որոնք կարծես թե ժայռի շարունակությունը լինեն։ Եվ բառը ինքնին հենց դա է նշանակում։ Վիմափոր, այսինքն ժայռափոր, քարափոր, ժայռի ներսում, այս մուտքը շատ ազդեցիկ, կամարը, շարվածքների սիմետրիան և բնականաբար հայկական արձանագրություն։ Միանգամից հասկանալի է դառնում, որ հայերի ձեռքի աշխատանքն է, որովհետև սովորություն ունեն հարևան ազգերը մեզնից գողանալու, դրա համար անպայման պատերին մենք գրում էինք կամ թողնում էինք մեր հետքը։ Ես չգիտեմ միտումնավոր են արել, թե այդպես է պետք խոնարհվես, խաչակնքվես, նոր ներս մտնես։ Վերջնալսի, շատ գեղեցիկ է, անսպասելի գեղեցիկ է, սենց ասեմ։ Խորաննա շատ գեղեցիկ, առաստաղը, կամարները, մի տեսակ ցանկություն առաջանում մոլորվելու այս կամարներից բացվող սենյակներում։ Այ այս հատվածն է
ճարտարապետական մանյովր։ Տեսեք ժայռը եւ շինությունը ու մեջտեղում այդ շաղախն է, ինչը միացնում է մարդուն եւ բնությանը, որովհետեւ սա ձեռակերտ է, իսկ սա մարդու ձեռքով արարված։ Իսկ մնացյալ հատվածները, որտեղից որ հնարավոր էր լույս ստանալ, տեսնում եք, արդեն պատ է գոյացել։ Մենք միասին փնտրում ենք մի բան, որը վաղուց մոռացվել է, ինչի մասին բոլորը մոռացել են։ Չի լինի, ինձ թվում է, Երևանի որևէ բնակիչ կամ ավելի հեռու գնանք։ Շիրակի մարզում բնակվող որևէ բնակիչ, ով գիտեր Ողբինի պատմությունը, Ողբինի կենսագրությունը։ Հետաքրքիր է ոչ միայն իմ զգացածը, այլ նաև քո զգացածը, մոս։ Օրինակ, ինչ ես տեսնում, ինչ ես զգում, ինչ է կատարում քո ներսում։ Ես մոտավորապես մեր երկխոսությունից հասկացա, որ այստեղ միավորվում են էներգետիկան, տեղագրությունը, ժառանգությունը, կրոնն ու պատմությունը։ Այսինքն դառնում է մի ամբողջական զանգված։ Բայց ես ուզում եմ չկորցնենք այս ամենը։ Եվ գիտեմ, որ մեր իրականության մեջ ունենք ազդեցիկ մեկը, ով ծնունդով Ողբիից է, որ շատ կուզենայի, որ այս պատմությունը փրկվեր իր իսկ ձեռքերով։ Գոնե ինչ-որ ձև վերանորոգվեր տանիքը, գոնե ինչ-որ ձև ամրակայման ու ամրաշինարարական աշխատանքներ տարվեին, որպեսզի այս պատմությունը 17-րդ դարից մեզ եկող այսպես չվերջանար, այսինքն եկեղեցին շնչում է աղոթքներով, եկեղեցին շնչում է շարականներով, եկեղեցին շնչում է այն բոլոր միջոցառումներով, որոնք մեր հայ առաքելական եկեղեցունն են։ Դրա համար վերանորոգումից հետո ես կարծում եմ, որ այդ երկրորդ կյանքը ապահոված կլինի, որովհետև ներկապային ես հիմա այստեղ եմ ու ես ապահովագրված չեմ, որովհետև տանիքից շատ հնարավոր է քարաթափություն լինի։ Դիմացս արդեն եղել է։ Օպա։ Այս սարի էր ինձ պակասում, արևի ջերմությունը։ Եթե ուզում եք իմանալ իմ հետ տպավորությունները, մի քանի նախադասությամբ այսպես կարտահայտվեմ։ Երկնայինի ու երկրայինի սինթեզ։ Մարդկայինի և ոչ մարդկայինի սինթեզ։ Այդ ներսի աուրան է ստիպում քեզ այդպես մտածես, բայց որ լի սրտով և մաքուր հոգով լուսավորված դուրս եք գալու եկեղեցուց այդ փաստը։ Ողբինից տպավորված եկանք վայք, ամրոցում ենք գիշերելու, տեսնենք մեր հյուրանոցը ինչ հնարավորություններ է տալիս տուրիստին։ Տեղավորվենք, հետո կշարունակենք մեր ճանապարհորդությունը։ Նունե ջան, բարի ողջույն։ Ոնց եք։ Շնորհակալություն, լավ դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք ձեզ մոտ սենյակներ ենք պատվիրել։ Այո, տեղյակ եմ։ Ձեր սենյակները պատրաստ են։ Բարձրանում եք աստիճաններով երկրորդ հարկ, բանալի դռան վրա է։ Դղյակում, չգիտեմ, կան դքսեր ու դքսոհիներ, բայց ես այս ամրոցում ինձ զգալու եմ որպես թագաժառանգ։ Պարզ է, ծխելը հյուրանոցում արգելվում է։ Ահա և իմ
արքայանիստը, ինչպես են ասում հանգիստները, 201 ամբողջ ամրոցում կան մի քանի սենյակներ, որոնք ունեն պատշգամբներ, եւ ահա իմ սենյակը այդ կատեգորիային է պատկանում։ Ինձ դիմավորում է պլազման, բարև ձեզ շատ հաճելի է, փափուկ կահույքը, բարև ձեզ շատ հաճելի է, եւ իհարկե սիրամարգը գամված կամ դաջված պատին։ Պատշգամբը, ինչի մասին խոսում է, այս պետք է շատ գեղեցիկ արվի, գեղարվեստորեն արվի։ Լավ էր, մի հատ էլ անը։ Տես, մոշ ջան։ Վահ։ Վայք, բարի կեսօր նանց։ Իմ դիմաց գլխավոր մայրուղին է եւ իմ հետևում բացվում են տեսարաններ ու հաջորդում են պլանները։ Առաջին պլան, երկրորդ պլան, երրորդ պլան անվերջանալի են։ Տեսեք, դուք վճարում եք հյուրանոցին ոչ միայն հարմարավետության համար, դուք վճարում եք նաեւ այս տեսարանների համար։ Լսի, ամրոցում մի տեսակ ձայնը տա փոխվում, քայլվածքը տա փոխվում, հյուրասենյակի հետ մեր գործերը ավարտեցինք, անցում ննջասենյակ։ Գիտեք ինձ ինչն է գոհացնում։ Սենյակները ունեն տարածություն, շարժվելու հնարավորություն կա, չգիտեմ, այս սենյակից մյուսը անցնել, նստել փափուկահույքին կամ հոգնած ես, եկար, փռվեցիր, լոշվեցիր, հանգստացար։ Մտածում եմ, գիտեք ինչը կարա պատճառ լինի։ Եթե հյուրանոցը կառուցվել է 93 թվականին, պլյուս մինուս, տենց հստակ չեմ հիշում տարեթիվը, այն ժամանակ խնայողություն հասկացությունը չկար։ Հիմա վերցնենք այս տարածությունը, ներկայիս հյուրանոցներում այս տարածությունը կբաժանեն երևի 3 մասի ու մահճակալներ կտեղավորեին։ Արևկող սենյակ է, ունենք հսկայական երկտեղանոց մեծ մահճակալ, ինձ դուր եկավ ներքնակը, հաստ է, նաև փափուկ ու օրթոպեդիկ։ Ննջասենյակում ունենք նաև սառնարան։ Ես տենց էլ գիտեի, Rio Grande, որ տեսակը փորձենք, կաթով, թե առանց։ Արի ես փորձեմ սերով սուրճը, իսկ առանց կաթի, տամ քեզ։ Ավայելի։ Ոնց են ասում շողուլի եկա, անհրաժեշտ էր հասկանում եք։ Շարունակենք։ Սրբիչները մահճակալի վրա էին, տեղավորենք այստեղ, դեմքի, ապա, և մարմնի։ Քանի որ տարածքը փոքր է ու ես էլ մաթեմատիկայից այնքան էլ չեմ փայլում գիտելիքներով։ Ես չգիտեմ, այս ինչա, զուգահեռանիստ տարածք, որտեղ կա եւ լոգախցիկ եւ կնքաթաս կամ տնքաթաս, չգիտեմ որ տարբերակը գործածեմ, եւ սանտեխնիկա։ Ճիշտ է, առաջին թարմության չի, բայց ժանգոտացել չի։ Ինքներդ կարող եք տեսնել։ Ինչպիսին են իմ տպավորությունները հյուրանոցից եւ առհասարակ իմ սենյակից։ Արդար լինելով կգնահատեմ 10-ից 8, որովհետև ունենք բարեհամբույր սպասարկող պերսոնալ, ունեմ պատշգամբ, ունեմ տարածություն եւ 2 սենյակ։ Առաջարկում եմ շարունակել մեր ճանապարհորդական երթուղին եւ շարժվել դեպի Արտավան, ինչ ենք այնտեղ տեսնելու եւ ինչ ենք այնտեղ բացահայտելու կտեսնեք։
Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը եւ այնքան դժվար է գտնել բառեր բնութագրելու, գովերքելու մեր հայրենիք, չեք պատկերացնի։ Մեջքս ծանրացել է այդ բեռից։ Այ նմանատիպ վայրերում սկսում ես ավելի շատ խորհել կյանքի մասին։ Եվ եթե ինչ-որ մեկը մի օր հարցնի ինչ է քո համար կյանքը, ես կգտնեմ այս մի բառը՝ շունչ։ Լույս աշխարհ ես գալիս շնչելով եւ կյանքդ ավարտվում է վերջին շնչով։ Իսկ այդ ժամանակահատվածում պետք է կարողանաս կյանքդ լցնես գեղարվեստական պատկերներով։ Իսկ իմ դիմաց բացվում է այդ գեղարվեստական պատկերը։ Վայոց ձորի վայք համայնքը տալիս է այդ հնարավորությունը ձեզ սիրելի տուրիստներ։ Կյանքով լցնել ձեր յուրաքանչյուր օրը ու հանգիստ առանց շտապելու նայել, շնչել, արտաշնչել։ Այս թերապիայի պես ինչ-որ բան է ստացվում։ Անկեղծ մենք վայք համայնքից երևի 2, 3, 4 հեռուստահաղորդումներ ենք տվել ձեզ, բայց ամեն անգամ այս համայնքը զարմացնում է նոր վայրեր բացահայտելով ու այդ բացահայտված տեղանքները աստվածային են։ Ես իմ 43 տարիների ընթացքում չեմ տեսել նման գեղեցկություն։ Այս լիճը բնական հուշարձան է ու երկնքից նմանվում է երկրագնդի։ Ճիշտ է, որոշ մայրցամաքներ բացակայում են, բայց ընդհանուր առմամբ այդ պատկերն է։ Ու լավ, ուղեղդ կախում է, ոնց է հնարավոր։ Ոնց է հնարավոր այս սիմետրիան ստեղծել առանց մարդու օգնության։ Ոնց է հնարավոր, հա։ Իդեպ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր համացանցային տիրույթին, առաջարկում եմ նախ բաժանորդագրվել, հետո մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչի նմանեցրիք երկնքից այս լիճը, որ մայրցամաքին, Հայաստանը որտեղ է գտնվում, Իտալիան որտեղ է գտնվում, մի խոսքով։ Այս արևի լույսն էլ լրացնում է պատկերը, ես համոզված եմ, որ տիեզերական կադրեր ենք ունենալու։ Նախաբանի ժամանակ խոսում էի այն հասկացությունից, թե ինչ է կյանքը առհասարակ, ու պահի տակ կյանքը նմանեցրի նաև ջրի։ Մեր կյանքն էլ է, չէ՞ նման ջրի, հոսում է, գնում է առանց հետ նայելու, ու մենք այդ հոսքի շնորհիվ կորցնում ենք մեր կյանքի տարիները, 1, 2, 3, 4, 5, 6, դրա համար ես ամուր կարճում եմ յուրաքանչյուր օրից և ուզում եմ հայրենիքի գրկում անցկացրած օրերը, տարիները միշտ պահեմ իմ սրտում, իմ հիշողությունների մեջ, որովհետև իսկապես էլ շքեղ է, գեղեցիկ, շատ գեղեցիկ։ Ասում ես էլի, մարդիկ շրջագայում են աշխարհի մի ծայրից մյուս ծայրը, որպեսզի բացահայտեն այդ աշխարհը։ Ու չեն էլ պատկերացնում, որ այդ աշխարհը մեր հայրենիքում է։
մասնավորապես Արտավանում կա այսպիսի լիճ ու նենց չի, որ տարիներ առաջ արհեստական ջրամբար են սարքել, չէ, սա բնական ընդերքից եկող ջուր է։ Համոզված եմ, որ ձմռանն էլ չի սառի ու այս գեղեցկությունը կպահպանվի։ Մի քիչ ուրիշ գույներով։ Ու ես չեմ ուզում, որպեսզի ձեր պատկերացումը Վայք համայնքի մասին թերի լինի։ Ես ուզում եմ խոսել կոնտրաստից։ Այն տափաստանային տեսարանները, որոնք մենք տեսանք, եւ այս անտառային տեսարանները, որոնք մենք տեսնում ենք։ Իդեպ, Վայոց ձորը առանձնանում է նրանով, որ ժայռերի արանքում նույնիսկ կարող եք տեսնել այս ծառերը։ Իսկ սրանք սոճիներ չեն, սրանք վայրի մասուր, ալոճ, հացենի, մի խոսքով այս ամենը մի զամբյուղի մեջ։ Ու ես ուզում եմ խոսել նաև առանձնահատկությունից այս անտառների։ Տեսեք, քրծերի արանքներում ծառափունջ, որքան գեղեցիկ է ու որքան տարբերվող։ Հիմա նենց չլինի, որ տպավորություն թողնեմ ծույլ մարդու, բայց ես կարծում եմ, որ այն խոսքերը, որոնք ես արտաբերում եմ, մեսիջը տեղ չեն հասցնի։ Դրոնը, երկնքից, կադրերով, այնպիսի գեղեցիկ տեսարաններ կստանա, մանավանդ, որ արդեն մայրամուտ է։ Sunset, սպասի մի փոքր։ Եվ մենք հասանք Վայք Արտավանից, մասնավորապես Լունա ռեստորան։ Այն ոնց ասում ժողովուրդը, փորձված թանը անփորձ մածունի հետ չեմ փոխի, որովհետև Վայք գալուց անհնար է չմտնենք Լունա ռեստորան, որովհետև շատ ենք կարոտում մեր լավ ընկերոջ Արտակի համով ձեռքերը։ Մոտ ենք Գոմքին, այնտեղ էլ Լունան ունի իր մասնաճյուղը հյուրատան տեսքով։ Եթե լինեն տուրիստներ, ովքեր սիրում են վայրի բնություն, խորհուրդ եմ տալիս անպայման գիշերել այնտեղ։ Իսկ ես հիմա գիշերելու եմ այս սեղանի շուրջ, որովհետև ամեն ինչ բնական է, տնական է ու ինձ համար է։ Ապա կարևոր հյուրերը միշտ նստում են սեղանի գլխավերևում, բայց այդ թողնենք Արտակին, որովհետև նկարանումից հետո դեռ պատրաստվում ենք երկար մնալ այստեղ։ Սեղանի 70%-ի համովության եւ հյութալիության համար շնորհակալություն Զանգեզուրի թռչնաֆաբրիկային։ Այսօր էքսպերիմենտների օր է, հավի քյաբաբ, հավի խորոված, հավի նրբաբլիթ եւ հավով ռուլետներ։ Shut the door, you
Ինչից սկսենք, մեր փաբլիտից արի սկսենք։ Առաջարկում եմ թթվասեր նույնպես օգտագործել մեր փաբլիտի հետ։ Հետո էլ ասում են մեր մարզերի ժողովուրդները չեն կարողանում իրար հետ հարևանություն անել։ Տեսեք, Զանգեզուրի թռչնաֆաբրիկա Սյունիք եւ Լունա ռեստորան, Վայոց ձոր։ Հա? Ձեր ձեռքի բռնած։ Ու այդ ընկերությունը իսկապես էլ ստացված է։ Շատերը տավարի քյաբաբից են կողմ, ուրիշ իրականություն չեն տեսնում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ գաք Լունա ռեստորան, փորձեք հավի քյաբաբը, արտակի ձեռքերով պատրաստված, սիրահարվելու եք, հյութալիա 1, ծխեցված համը գալիս է 2 եւ 3 բերանիտ ապարատը չի դադարում զարմանալ, որովհետև կտորները կամաց մեծանում են։ Ակնկալում եմ հաճելի խրթխրթոց, դեսի պանիր ունենք, թռչնամիս ունենք, գազար ունենք եւ առատ քունջուտով վերնահատվածից զարդարել են։ Գիտեք, ես սիրում եմ էքսպերիմենտներ։ Կյանքում, խոհանոցում, աշխատանքի մեջ եւ այնքան հաճելի է, երբ սեղանին տեսնում ես նորույթ, ինչը սկզբից գայթակղում է աչքերով, հետո վերցրեցիր, հետո հաջորդ էտապը ուտում ես ու վերջ, դու նրանն ես։ Սպասում ես խրթխրթոցին, երաժշտություն, կա պլազմա, կա խոհանոցն էլ արտակարգ։ Եթե անցկացնեք ձեր միջոցառումները այստեղ, հիշեք ինձ ու հիշեք ես սեղանը։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստ, այս բաժակի փոքր պարունակությամբ, բայց մեծ սրտով ուզում եմ բոլորիդ հրավիրել մի քանի րոպե հետո ձեր հեռուստաէկրանների առջև, որտեղ մոնտաժված տարբերակն եք դիտելու, հրավիրված ենք մշակութային Աշուն 2025 միջոցառմանը Վայքում։ Լինելու են շատ տաղավարներ, լինելու են գաստրո տուրեր, մշակութային տուրեր, ինչպես նաև սիրված ու ճանաչված արտիստներ, ովքեր ծնունդով Վայքից են։ Բարի գիշեր ու անուշ երազներ, կհանդիպենք վաղը առավոտյան Նախաճաշի տեսարանի շուրջ։ Սիրում եմ, երբ հյուրանոցը գտնվում է բարձրադիր վայրում։ Առավել հաճելի է, երբ այդ բարձրադիր վայրից բացվում են այսպիսի տեսարաններ։ Մենք կնախաճաշենք ամրոցի տերասայում, հետն էլ կվայելենք այս տեսարանները։ Սիրելի զբոսաշրջիկներ, հիշեցնեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նաև նախաճաշ։ Եթե ցանկանում եք ընթրիք կամ ճաշ հավելյալ պետք է վճարեք։ Այսօրվա առավոտը կսկսենք լոլիկով ձվածեղից։ Առաջարկում եմ լավ սնվել։ Հարց կտակ ինչու, որովհետև այսօր միջոցառման ենք հրավիրված։ Կենտրոնական մարզադաշտում լինելու են բոլորը, լինելու ենք նաև մենք։ Բարի լույս ու բարի առավոտ։
Ինչպես հասկացաք, այսօր կենտրոնական մարզադաշտը վերածվել է իսկական տաղավարային էքսպոյի։ Տուրիստները հնարավորություն ունեն ավելի մոտիկից ծանոթանալու Վայք համայնքին, մասնավորապես այն գյուղերին, որոնք մտնում են այս վարչական տարածքի մեջ, ու յուրաքանչյուր տաղավար փորձում է ներկայացնել իր ուրույն ձեռագիրը։ Մոտենանք։ Բլինչիկները, խաուրման, հարիսան, արիշտան, փարինջի փլավը ճտով, ընդեղ ջրին, ակլոշ, սիրել մեր պիտակներն ենք պատրաստել։ Հետաքրքիր կլինի, գիտես, չէ, ալոչի կոմպոտը։ Ուզեք փորձեք։ Հա։ Մի հատ բաժակ։ Հա, հեսա։ Ալոչ չեմ փորձել երբեք։ Փորձեք։ Մաստեյկա, բարբարիս։ Լավա։ Մեր համար կարևոր է, որ մեր ավանդականը ներկայացնենք, ոչ թե վաճառքի վերածենք այսօրը։ Որ մեր գյուղը ճանաչեն։ Շատ լավ։ Աղջիկներ, բարև ձեզ։ Տղաներ, ձեզ էլ բարև։ Այս ինչ սիրուն տաղավար է, ինչ սիրուն անկյուն է։ Վայքի մշակույթի տուն։ Այո։ Բարև ձեզ։ Այս ինչ սիրուն տաղավար ունեք։ Ում ձեռքի աշխատանքներն են, ինչը։ Ուզում եք ասեք, այս աշխատանքները։ Աշխատանքները բոլորն աշակերտների գործերն են։ Քի աշխատանք։ Այս կողմից է սկսած բոլորն աշակերտների գործ։ Ես էլ մեր ծախու եմ։ Մենք մանկական ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքներն ենք ուսումնասիրում։ Ունենք փափուկ խաղալիքներ, ունենք մաքրամայով հելունագործ աշխատանքներ։ Դժվարագույն աշխատանք։ Զավարուն աշխատանք է։ Քանի օր ես չարչարվել։ Իմ չնարեին, իմն է։ Քանի օր ես չարչարվել։ 3 թե 4 օր։ Կեցես։ Արցախից եք։ Այո։ Որտեղից։ Արցախ։ Աստղաշենից։ Աստղաշեն։ Ու Տիգրանը անցավ գործի։ Սուսանան մի հատ նկար էլի։ Հեսա երախոսը մայրը մի երկար։ Մենք էլ ենք ուզում ենք նկար։ Եկիք։ Նկարի վրա ես տես չեմ կարող։ Այ ձերքերից կեղտոտա է։ Կողքս կանգնի, որ ինձ ուղղություններ ցույց տաս, ինչ որ սխալ բաներ չանեմ։ Ուրեմն խմորը որքան հնարավոր է, պետքա լայն բացեք, ժենգյալն էլ բավականին առատ պետքա լինի, ինչը խորհրդանշում է Արցախցու ձեռմբաց լինելը։ Ու քիչ-քիչ սկսում ենք հավաքել, ճիշտ է։ Հիշում եմ, սա հիշում եմ։ Բայց շատ արեցի, հա, ոնց որ կանաչին։ Չէ, ես ավելի շատ եմ իստում, բայց ոչինչ։ Պեցանի։ Քանում։ Սենց։ Ու կարակ շորտը։ Բայց զգուշ պետք է անեմ, որ Միշտ ալերացը հետո։ Շորտը իրան։ էլ ծակ-ծակ չենք անում։ Դա հասիտի ներավստի պիրիկցնոմոս։ Իլորու օխլավա տեցանը։ Վերջ, պատրաստ է։ Թվում է իմ ձեռքի մեջ ժենգյալով հացի բրտուճ է, բայց այս կանաչեղենի, այս ալյուրի ու այս խմորի մեջ մի ամբողջ հիշողություն է։ Ու առաջարկում եմ այս հիշողությունները մենակ չվայելել։ Ողջույն, ժողովուրդ ջան։ Ես հիմա գտնվում եմ Վայքի մարզադաշտում։ Այստեղ հավաքված են բոլոր վայքեցիները, Հայաստանի տարբեր քաղաքներից, տարբեր մարզերից հյուրեր ունենք եւ բոլորս միասին նշում ենք Վայք քաղաքի օրը։ Շնորհավոր տոնդ, Վայք քաղաք ջան։ Քաղաք Վայքի տոնն է եւ ինձ համար առանձնահատուկ է այս օրը, որովհետեւ հայրական կողմից արմատներով ես Վայոց ձորից եմ եւ ինձ համար մեծ տոն է գտնվել այստեղ եւ վարել այս տոնախմբությունը։ Շատ ուրախանում եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպում, այսպիսի փառատոններ։ Ամեն համայնք ունենում է իր տոնը, իր օրը, որպեսզի կարողանան ուրախանալ մարդիկ եւ կարեւորեն ոչ նյութական մշակութային արժեքները։
Այո, սիրելի հեռուստադիտող, վայքն այսօր մարդաշատ է, վայքն այսօր տուրիստաշատ է, եւ ես ուզում եմ տեսախցիկի մյուս կողմը փոխանցել այս աուրան, ատմոսֆերան, վայբը, որովհետեւ ամեն կողմից մշակութային հոտ է գալիս, ամեն կողմից գաստրո հոտ է գալիս, ամեն կողմից լսող աչքեր են։ Սա խոսում է նրա մասին, որ յուրաքանչյուր տաղավար հասել է իր ուզածին։ Ոչ միայն մարդիկ տեսնում են, այլ նաեւ համտեսում։ Շնորհավորում եմ ամբողջ Վայք համայնքին այս հիանալի տոնվա կապակցությամբ եւ ուզում եմ, որ ամենակարևորը խաղաղ երկնքի տակ լինի այս ամեն ինչը, որպեսզի այս երեխաները ամեն օր կարողանան այս տրամադրությամբ գնան դպրոց եւ ապրեն Վայք համայնքում եւ ուզում եմ, որ տեսնում եք, որ մենք տաղավարներ ունենք այստեղ, որ միշտ այսպես բերք ու բարիք լինի Վայոց-Ձորի մարզում։ Այսօրը Վայքի 69-ամյակն է, ուզում եմ շնորհավորել բոլոր Վայք համայնքի բնակիչներին ու ցանկանում եմ, որ այսպիսի միջոցառումներ շատ լինեն։ Ես էլ ինչքան հնարավոր է իմ կողմից կանեմ, որ մշակութային կյանքը էլ ավելի բարելավի Վայքում։ Բացի այդ, այսօր մեր գյուղերը ներկայացնում են իրենց բերք ու բարիքները, որի համար շատ շնորհակալ եմ մեր գյուղերում ապրող բնակիչներին, ցանկանում եմ, որ բոլորդ համտեսեք մեր բերք ու բարիքը, հյուրասիրվեք ու բոլորին բարձր տրամադրություն եմ մաղթում այսօր։ Շնորհավորում եմ շատ սիրելի քաղաք Վայքին, սիրելի վայքեցիներին, մարդիկ, ովքեր տարբերվել են միշտ իրենց գեր ջերմությամբ, անկեղծությամբ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այսօրվա հանդիսատեսին շատ սիրելի վայքեցիներին այսքան ակտիվության համար, քանի որ ինձ հետ հավասար գրեթե երգում էին բոլոր երգերը եւ ցանկանում եմ, որպեսզի քաղաքը ել ավելի ծաղկի, բարգավաճի եւ մենք էլ մեծ սիրով գանք եւ ելույթ ունենանք շատ սիրելի վայքեցիների համար։ Համբուրում եմ բոլորիդ եւ եւս մեկ անգամ շնորհավորում։ Գնացին բարձր մի անգամ Շնորհավորում եմ իմ սիրելի Վայքի, իմ ծննդավայրի եւ ծննդյան տոնը եւ բերքի ու մշակույթի փառատոնը։ Ուրախ եմ, որ ես այսօր այստեղ ներկա եմ, որովհետեւ ինձ համար ամեն անգամ տոն է եւ վստահ եմ, որ իմ հայրենակիցներն էլ հիմա ինձ շատ մեծ անհամբերությամբ սպասում են։ Ուզում եմ, որ Վայքում էլ ավելի շատ բարգավաճում լինի, որպեսզի ամեն տարի այստեղ շատ համերգներ կազմակերպեն տարբեր առիթներով։ Ես միշտ ձեր կողքին եմ ու ձեզ շատ սիրում եմ ու ես հպարտ եմ, որ այս հողի ջրի զավակ եմ։ I
շարունակում է ուրախանալ։ Վայքը շարունակում է տոնել իր ծննդյան տարեդարձը, իսկ մենք ցավոք սրտի ծննդյան վերջնահատվածից մոտավորապես 20-30 րոպե շուտ հեռանում ենք։ Մաղթում ենք Վայք քաղաքին բարգավաճում, մաղթում ենք վայքեցուն կամք, ուժ, կորով, որպեսզի նույն ակտիվությամբ դիմավորեն իրենց քաղաքում տարբեր զբոսաշրջիկների, որովհետև զբոսաշրջիկը ստեղծում է շարժ քաղաքում, իսկ դա շատ կարևոր է, որպեսզի քաղաքը զարգանա։ Այսքանը, մոտեցավ իր տրամաբանական ավարտին ևս մի էպիզոդ Face Control-ի, ես ուզում եմ, որպեսզի դիտումների հետ մեկտեղ նաև կիսումները շատ լինեն, որպեսզի ամբողջ աշխարհում իմանան նախ մեր հայրենիքի մասին, երկրորդն էլ հայրենիքին վերաբերող թաքնված գոհարների մասին։ Ցտեսություն, կհանդիպենք։